Երբեք չէի հավատա, եթե ինձ ասեին, որ սովորական մրգերը կվերադարձնեն իմ ոտքերը, բայց հենց այդպես էլ եղավ։ Երբ ասում եմ վերադարձրին, նկատի ունեմ ոչ թե հրաշք, այլ իրական փոփոխություններ։ Այսօր ես կրկին բարձրանում եմ աստիճաններով, դուրս եմ գալիս փողոց առանց փայտի, հանգիստ կանգնում եմ վառարանի մոտ եւ ոտքերս ինձ լսում են։ Իսկ դեռ մի քանի տարի առաջ մտածում էի, որ ամեն ինչ ավարտված է, որ սա իմ խաչն է, ապրել ցավով, ծանրությամբ եւ այտուցներով։ Ես Անահիտն եմ, ես բուժքույր եմ եւ ուզում եմ պատմել ձեզ այն, ինչը փոխեց իմ հիվանդներից մեկի կյանքը։ Պատմությունը ինձ պատմեց մի տատիկ, Տիկին Մարիամը, որի 92 տարեկան էր, եւ նա ուզում էր կիսվել դրանով, որպեսզի օգնի ուրիշներին։ Նա ասում էր, որ իրեն փոխեց ոչ թե գովազդը, ոչ թե հաբերը եւ ոչ թե վիրահատությունները, այլ բուն բնությունը։ 4 միրգ, ընդամենը 4-ը, որոնք քայլ առ քայլ օգնեցին նրան վերադարձնել ուժն ու թեթևությունը ոտքերում։ Նա ոչ բժիշկ է, ոչ կախարդ, պարզապես երկար կյանք ապրած մարդ, որ սովորել է լսել իր մարմինը։ Եվ ես վստահ եմ, եթե դուք դիտեք այս տեսանյութը մինչև վերջ, դուք էլ կզարմանաք, թե որքան պարզ կարող են լինել առաջին քայլերը դեպի վերականգնում։ Բայց նախքան շարունակելը ուզում եմ խնդրել ձեզ մի բան։ Եթե դուք անտարբեր չեք ձեր առողջության հանդեպ, եթե ձեզ համար կարևոր է, որ ոտքերը ծառայեն ձեզ որքան հնարավոր է երկար, աջակցեք այս ալիքին, բաժանորդագրվեք, դրեք լայք եւ գրեք մեկնաբանություններում։ Ես սկսում եմ ճանապարհը դեպի թեթևություն։ Այս բառերը ոչ միայն մեկնաբանություն են, սա առաջին քայլն է, որովհետև երբ մարդը որոշում է փոխվել, փոփոխությունները արդեն սկսվում են։ Իսկ հիմա գլխավորի մասին։ Ինչու ոտքերը տարիքի հետ դառնում են ծանր։ Ինչու շատերի մոտ առաջանում են ցավեր, այտուցներ, հոգնածություն կարճ զբոսանքից հետո։ Տիկին Մարիամը մտածում էր, որ ամեն ինչ տարիքի մեջ է, որ ժամանակն է եկել, բայց դա այդպես չէ։ Տարիքը դատավճիռ չէ։ Խնդիրը հաճախ այն է, որ արյունը դադարում է ազատ շրջանառվել, անոթները դառնում են փխրուն, իսկ մկանները կորցնում են սնուցումը։ Մարմինը կարծես մոռանում է, թե ինչպես պետք է աշխատի։ Երբ Տիկին Մարիամը սկսեց փնտրել պատասխաններ, հասկացավ պարզ ճշմարտությունը։ Ոտքերը չեն ձերանում առաջին Նրանք պարզապես առաջին ազդանիշան են տալիս, նրանք գոռում են, ինչ շարժում է պակասում ջերմություն եւ սնուցում։ Նախկինում նա անում էր այն, ինչ շատերն են անում՝ քսուքներ, քսումներ, ցավի դեմ հաբեր, օգնում էր կարճ ժամանակով, բայց մի օր հիշեց, թե ինչպես երիտասարդության տարիներին ամառվա ընթացքում մրգեր էր ուտում ամբողջ ամբյուղներով՝ խնձոր, նուր, բանան, կիվի։ Այդ ժամանակ ոտքերը երբեք չէին ցավում, եւ մտածեց, գուցե մարմինը պարզապես կարոտել է այն, ինչ նախկինում տալիս էր, եւ սկսեց փորձարկում, ոչ դեղերով, այլ մրգերով։ Ամեն օր ընտրում էր 1-2 միրգ, ուտում տարբեր ժամերին, նայում, թե ինչպես է արձագանքում մարմինը։ Մեկ շաբաթ անց նկատեց, որ ոտքերը երեկոյան ավելի քիչ են այտուցվում։ Մեկ ամիս անց կարողացավ բարձրանալ աստիճաններով առանց բազրիկին բռնվելու, իսկ 3 ամիս անց առաջին անգամ երկար ժամանակ անց զբոսայգի գնաց առանց ցավի, առանց շնչահեղձության։ Ուզում էր լաց լինել ոչ ցավից, այլ ուրախությունից։ Նա չի հավատում հրաշքներին, հավատում է ինքն իրեն ուշադրություն դարձնելուն։ Երբ դադարում ես անտեսել մարմինդ եւ սկսում լսել այն պատասխանում է փոխադարձությամբ։ Մրգերը, որոնց մասին նա պատմեց, ոչ միայն սնունդ են, նրանք կենդանի օգնություն են, բնության աջակցություն։ Նրանցում կա այն, ինչ այդքան պակասում է մեր օրգանիզմին 60-ից, 70-ից եւ նույնիսկ 90 տարեկանից հետո՝ թեթևություն, ջուր, վիտամիններ եւ կյանք։ Շատ տարեցներ վախենում են մրգեր ուտել, հանկարծ շաքարը բարձրանա, հանկարծ ստամոքսը չդիմանա։ Նա էլ էր վախենում, բայց պարզվեց, որ չափավորությամբ եւ ճիշտ ընտրությամբ մրգերը չեն վնասում։ Ընդհակառակը, էներգիա են տալիս մարմնին, մեղմ մաքրում անոթները եւ բարելավում արյան հոսքը։ Գլխավորը իմանալն է, թե որ մրգերն են իսկապես աշխատում ոտքերի առողջության վրա։ Եվ ահա սկսվեց Տիկին Մարիամի իրական պատմությունը։ Նա ընտրեց 4 միրգ։ Յուրաքանչյուրը օգնեց իրեն հատուկ։ Մեկը ուժեղացրեց արյան շրջանառությունը, մյուսը հեռացրեց այտուցները, երրորդը օգնեց հոդերին դառնալ ավելի շարժուն, իսկ չորրորդը վերադարձրեց էներգիան եւ վստահությունը շարժման մեջ։ Բայց նախքան պատմելը, թե որոնք են այդ մրգերը, ուզում եմ, որ հիշեք մի բան։ Եթե ձեր ոտքերը հիմա ծանր են, եթե զգում եք, որ կորցնում եք ուժը, մի մտածեք, որ ամեն ինչ ավարտված է։ Մեր օրգանիզմը կարողանում է վերականգնվել ցանկացած տարիքում, նույնիսկ 92-ում։ Տիկին Մարիամը դրա կենդանի ապացույցն է։ Պետք է միայն մի քիչ օգնել նրան, տալ այն, ինչ պակասում է։ Ես կպատմեմ ամեն ինչ մանրամասն, պարզ խոսքերով, որպեսզի դուք էլ կարողանաք փորձել ինքներդ, առանց ռիսկի եւ բարդ սխեմաների։ Իսկ վերջում կիմանաք, թե որ միրգներ նրա սիրելին, այն, որից հետո նա առաջին անգամ կրկին զգաց թեթևություն, ինչպես երիտասարդության տարիներին։ Առաջին միրգը, որից սկսվեց Տիկին Մարիամի վերականգնումը, նուրն էր։ Նա միշտ սիրել էր այն մանկությունից, բայց երկար տարիներ պարզապես մոռացել էր։ Երբ 80-ից ավելի է, թվում է, թե արդեն ուշ է հիշել նման մանրուքները, բայց պարզվեց, որ հենց նուրը դարձավ նրա առաջին քայլը ոտքերին կյանք վերադարձնելու։
Նա հիշեց, թե ինչպես մայրը մանկության տարիներին ձմռանը նուր էր տալիս, երբ թարմ բանջարեղեն եւ հատապտուղներ չկային։ Ասում էր. «Կեր աղջիկս, սա արյունը մաքրում է»։ Այդ ժամանակ շփտում էր, չհասկանալով ինչ նկատի ունի, իսկ տասնյակ տարիներ անց հասկացավ՝ մայրը ճիշտ էր։ Տարիների հետ արյունը խտանում է, անոթները կորցնում են ճկունությունը, ոտքերը ավելի արագ են հոգնում։ Նկատել եք, որ երկար նստելուց հետո դժվար է վեր կենալ, կամ մի քիչ քայլելուց հետո ոտքերը կարծես կապարով են լցվում։ Ամեն ինչ այն պատճառով է, որ արյունն ու լիմֆան այլևս այդքան ազատ չեն շրջանառվում։ Եվ ահա նուրը այն միրգն է, որ կարողանում է մեղմորեն բորբոքել այդ ներքին գետը։ Նա սկսեց ամեն օր խմել նրան հյութ, ոչ շատ, կես բաժակ առավոտյան կամ կեսօրին, երբեմն պարզապես հատիկներ էր ուտում գդալով, դանդաղ համտեսելով։ Մեկ շաբաթ անց նկատեց, որ երեկոյան ոտքերը ավելի թեթև են, իսկ 2 շաբաթ անց առաջին անգամ երկար ժամանակ անց հանեց գուլպաները եւ տեսավ, որ այտուցը գրեթե անհետացել է։ Նուրը օգնում է ոչ միայն անոթներին, այլև սրտին։ Նրանում շատ անյում է, վիտամիններ C եւ այլ, եւ ամենակարևորը՝ նյութեր, որոնք ամրացնում են անոթների պատերը եւ բարելավում արյան շրջանառությունը։ Եվ զարմանալին այն է, որ ամեն ինչ առանց հափերի եւ քիմիայի, պարզապես բնություն, որ աշխատում է այնպես, ինչպես նախատեսված է մարդու համար։ Բայց նա նկատեց նաև մի ուրիշ բան. երբ սկսեց խմել նրան հյութ, ախորժակը եւ տրամադրությունը բարելավվեցին, հայտնվեց էներգիա, ցանկություն կրկին շարժվելու։ Եվ սա ոչ ինքնահիպնոզ է, սա կյանքի քիմիա է, որովհետեւ երբ արյունը դառնում է ավելի կենդանի, ամբողջ մարմինը կարծես արթնանում է։ Նույնիսկ ավելի լավ էր քնում, իսկ առավոտյան սրունքների կծկումները, որոնք ամիսներով տանջում էին, դարձան հազվադեպ եւ մեղմ։ Մի անգամ հարևանուհին Տիկին Զարուհին տեսավ, որ նա կրկին սկսել է զբոսնել տան շուրջը, մոտեցավ եւ հարցրեց. «Մարիամ ջան, ինչ ես արել, քայլվածքդ փոխվել է»։ Նա ժպտաց եւ ասաց. «Պարզապես կյանքիս մի քիչ նուր ավելացրի»։ Նա ծիծաղեց, չհավատաց, բայց հետո ինքը փորձեց։ Մի քանի շաբաթ անց եկավ եւ ասաց. «Ճիշտ է, կարծես ոտքերս թեթևացել են»։ Այդպես նրանք երկուսով սկսեցին ամեն օր մի քիչ նրան հյութ խմել։ Երբեմն ավելացնում էին գտալ ձիթապտղի ձետ։ Բժիշկը խորհուրդ էր տվել, որ վիտամինները ավելի լավ յուրացվեն։ Սկզբում թվում էր մանրուք, հետո դարձավ սովորություն։ Հիմա սա նրանց փոքրիկ առավոտյան ծիսակարգն է, ինչպես մարմնամարզություն, միայն ավելի համեղ։ Եթե ուզում եք փորձել, հիշեք պարզ կանոնները։ Առաջին՝ մի գնեք թթու հյութ կոնսերվանտներով, ավելի լավ է թարմը կամ ինքներդ պատրաստել։ Երկրորդ՝ շատ մի խմեք անմիջապես։ Օգուտի համար բավական է կես բաժակորական եւ ավելի լավ ուտելուց հետո, որ ստամոքսը չգրգռվի։ Երրորդ՝ եթե թթվայնության խնդիրներ ունեք, կարող եք հյութը ջրով նոսրացնել։ Նրան գաղտնիքը ոչ միայն վիտամիններն են, այլ այն, որ այն արագացնում է արյունը, բարելավում հոդերի եւ մկանների սնուցումը։ Որքան լավ է շրջանառությունը, այնքան թեթև են ոտքերը։ Դուք կզգաք սա արդեն մի քանի շաբաթ անց, բայց երբեմն մենք մտածում ենք, որ օգնությունը պետք է բարդ լինի, թանկ, գիտական։ Նա չի պնդում, որ նուրը բուժում է ամեն հիվանդությունից, բայց իր համար այն դարձավ շարժման խորհրդանիշ։ Յուրաքանչյուր հատիկ կյանքի փոքրիկ կաթիլ, որ վերադարձնում է ուժ մարմնին, որ հոգնել է։ Եթե դուք էլ ուզում եք վերադարձնել թեթևությունը ոտքերին, փորձեք, չշտապելով, առանց հիրաշք սպասելու։ Պարզապես տվեք ինքներդ ձեզ շանս եւ գրեք մեկնաբանություններում. «Ես կսկսեմ նռից»։ Թող սա լինի ձեր առաջին քայլը, ոչ դեպի երիտասարդություն, այլ դեպի կրկին կենդանի, թեթև, վստահ զգալ սեփական մարմնում։ Երբեմն, երբ հյութ է լցնում բաժակի մեջ, մտածում է. ապրել եմ այդքան տարի, բայց միայն հիմա իսկապես հասկացա, թե ինչպես է ամեն ինչ մարմնում կապված։ Մեր ոտքերը ոչ միայն հենարան են, սրանք շարժման, կյանքի խորհրդանիշ են։ Երբ նրանք առողջ են, ապրում է ամբողջ մարմինը, իսկ եթե նրանց ծանր է նաև հոգուն։ Ուստի ընկերներ, մի խնայեք ժամանակ ձեր ոտքերի մասին հոգալու համար։ Նույնիսկ ամենապարզ քայլերը կարող են վերադարձնել վստահություն, էներգիա եւ ուրախություն։ Իսկ հիմա, երբ պատմեցի նրան մասին, ուզում եմ կիսվել երկրորդ մրգով, որ դարձավ Տիկին Մարիամի բացահայտումը։ Այն շատ ավելի համեստ է, բայց առանց նրա նա չէր կարողանա հասնել այսօրվա արդյունքներին։ Եթե նուրը բորբոքեց կյանքը անոթներում, ապա այս միրգը ամրացրեց մկանները եւ օգնեց ոտքերին գտնել հենարան։ Այն տալիս է ուժ եւ պաշտպանում սիրտը, հատկապես մեր տարիքում։ Եվ հենց նրա մասին կպատմեմ հետո։ Երկրորդ միրգը, որ օգնեց Տիկին Մարիամին վերադարձնել վստահությունը ոտքերում, բանանն է։ Մի ժամանակ նա համարում էր այն պարզապես քաղցր հյուրասիրություն, ինչ որ բան ոչ տարեցների համար, չափից ավելի կալորիական, բայց իզուր։ Բանանը ուժի միրգ է, հենց այն օգնեց նրա մկաններին կրկին արթնանալ, դադարել դողալ եւ գծկվել ջղագծկումներից։ Նա հիշում է, թե ինչպես նախկինում գիշերները արթնանում էր նրանից, որ ոտքը ջղագծկում էր սաստկանում, թվում էր կարծես ինչ որ մեկը երկաթե ձեռքով սեղում է սրունքը։ Այդ զգացողությունը ծանոթ է շատերին, հատկապես 70-ից հետո, երբ մկանները կորցնում են ճկունությունը, իսկ արյան շրջանառությունը դանդաղում է։
Փորձել էր քսուկներ տաքացնել ոտքերը, լոգանքներ անել, բայց թեթևությունը ժամանակավոր էր, մինչև իմացավ, որ ջղագծկումների հաճախակի պատճառը կալիումի եւ մագնիումի պակասն է, իսկ որտեղ են դրանք մեծ քանակով եւ մեղմ յուրացվող ձևով, սովորական բանանում։ Սկզբում թերահավատորեն վերաբերվեց, բայց որոշեց փորձել։ Մեկ պտուղ օրական, առավոտյան, երբեմն շիլայի մեջ, երբեմն պարզապես այդպես։ Մի քանի օր անց նկատեց, որ գիշերները ոտքերը չեն սաստկանում։ Մեկ շաբաթ անց ավելի հեշտ դարձավ մահճակալից վեր կենալ, իսկ քայլվածքը ավելի վստահ։ Պարզվեց, որ բանանը իսկապես սնում է մկանները, օգնում պահպանել անհրաժեշտ տոնուսը, հեռացնում սպազմերը եւ բարելավում նյարդային հաղորդականությունը։ Եվ դեռ օգնում է սիրտին, որովհետև սիրտը նույնպես մկան է։ Երբ այն կայուն աշխատում է, արյուն ավելի ազատ է հոսում, նշանակում է ոտքերը ավելի շատ թթվածին եւ սնուցիչներ են ստանում։ Բանանում կալիում է, մագնիում, մի քիչ վիտամին B6 եւ նույնիսկ տրիպտոֆան, նյութ, որից առաջանում է սերոտոնին, ուրախության հորմոնը։ Ուստի բանանը ոչ միայն ամրացնում է մկանները, այլև հանգստացնում է մեզ, կայուն է դարձնում եւ անկեղծ ասած ավելի բարի դեպի ինքներդ։ Նա բանան է ուտում առավոտյան, երբեմն կեսը զբոսանքից առաջ, եւ այդ փոքրիկ ծիսակարգը դարձել է իր համար ինքնախնամքի խորհրդանիշը։ Նախկինում մտածում էր, որ իր տարիքում արդեն ուշ է ինչ-որ ման փոխել, բայց հետո հասկացավ, օրգանիզմին կարևոր չէ քանի տարեկան ես, կարևոր է, որ դու չդադարես սնել այն։ Մի անգամ պատմեց բանանների մասին թորնուհուն։ Նա ժպտաց եւ ասաց. «Տատիկ, դա սպորտսմեններն են ուտում, որ մկանները չօգնեն»։ Նա պատասխանեց. «Իսկ ես ինչ, սպորտսմեն չեմ։ Հիմա ամեն առավոտ մարզվում եմ ապրելով»։ Եվ դրանում ճշմարտություն կա։ Տարեց տարիքում նույնիսկ պարզ զբոսանքը արդեն մարզում է։ Յուրաքանչյուր այը աշխատանք է սրտի, հոդերի, թոքերի եւ յուրաքանչյուր փոքրիկ մկանի համար։ Իսկ որ մկանները աշխատեն, նրանց սնուցում է պետք։ Բանանը տալիս է հենց այնինչ պետք է՝ էներգիա, կայունություն եւ մեղմություն։ Իդեպ այս մրգի մոտ կա նաև մեկ այլ առավելություն՝ բարելավում է մարսողությունը։ Իսկ երբ աղիքները հանգիստ աշխատում են, ճնշումը իջնում է, այտուցները նվազում, հոդերը ավելի հեշտ են շարժվում։ Սա ամեն ինչ մեկ շղթայի օղակներ են։ Եթե ուզում եք փորձել, պարզապես ավելացրեք կես բանան նախաճաշին։ Կարող է շիլայի մեջ, յոգուրտի կամ պարզապես թեյի գթալ մեղրով։ Գլխավորը կանոնավոր։ Մի քանի շաբաթ անց կզգաք, որ ոտքերը դարձել են ավելի ամուր, իսկ տրամադրությունը ավելի լուսավոր։ Մի անգամ զբոսանքի ժամանակ նկատեց, որ դադարել է կանգ առնել հանգստանալու համար։ Քայլում էր հանգիստ, չափված եւ գլխում հնչում էր միտքը. կարծես կրկին սկսում եմ ապրել իմ ոտքերով։ Եվ եթե նուռը տվեց թեթևություն, ապա բանանը վստահություն։ Նուռը բորբոքեց արյունը, բանանը ամրացրեց մկանները, դարձրեց դրանք հուսալի եւ կենդանի։ Միասին կարծես վերականգնեցին հին մեխանիզմը, որ կրկին սկսեց աշխատել համաձայնեցված։ Եթե զգում եք, որ ոտքերդ հաճախ ջղագծկում են, եթե դողում են երկար զբոսանքից հետո կամ դառնում ջրային, փորձեք ավելացնել բանանը սննդակարգին։ Սա ոչ տեղ է, բայց երբեմն հենց պարզ բաները լավագույնս են աշխատում։ Եվ գրեք մեկնաբանություններում. ես կավելացնեմ բանանի մորը։ Թող սա լինի ձեր հանգիստ խոստումը ինքներդ ձեզ, հոգ տանել մարմնի մասին ոչ վախից, այլ սիրուց։ Իսկ հիմա, երբ խոսեցինք մկանների եւ արյան մասին, ժամանակն է անդրադառնալ մեկ այլ կարևոր կողմի՝ հոդերին, որովհետեւ հենց նրանք են թույլ տալիս մեզ ազատ շարժվել առանց ցավի։ Եվ հաջորդ միրգը Տիկին Մարիամի համար դարձավ իրական բացահայտում։ Այն ոչ միայն ամրացրեց հոդերը, այլև վերադարձրեց մաշկին ճկունություն, իսկ քայլվածքին թեթևություն։ Երրորդ միրգը, որի մասին ուզում եմ պատմել, կիվին է, փոքրիկ համեստ մազիկներով ծածկված։ Այն երկար ժամանակ պարզապես կանգնած էր նրա սեղանին գեղեցկության համար, մտածում էր. ինչ առանձնահատուկ բան կա դրանում, թթու է, բայց պարզվեց, որ հենց դրանում թաքնված էր ուժ, որի մասին նույնիսկ չէր կասկածում։ Կիվին դարձավ նրա համար ճկունության միրգ, եւ մարմնում, եւ կյանքում։ Երբ 90-ից ավելի է, մարմինն այլևս չի ներում անգործությունը։ Եթե ավելի երկար նստես, հետո դժվար է ուղղվել։ Եթե մի քիչ ավելի զբոսնես, հոդերը ցավում եւ ճրճրում են։ Իսկ հենց հոդերն են մեր հանգիստ աշխատավորները։ Նրանք տարիներով օգնում են շարժվել, բայց ժամանակի հետ կորցնում են ճկունությունը։ Կարծես հին գործվածքը։ Նա զգում էր, թե շարժումը դառնում է ավելի զգույշ, կարծես յուրաքանչյուր քայլ նախապես պետք է պլանավորել։ Նույնիսկ առավոտյան կռանալը դեպի պահարան դառնում էր կորցություն։ Բայց մի օր կարդաց մի հոդվածում, որ կիվին վիտամին C-ի իսկական չեմպիոն է։ Եվ ոչ միայն իմունիտետի համար, ինչպես սովոր ենք մտածել, այլ կոլագենի արտադրության համար, այն նյութի, որից բաղկացած են հոդերը, մաշկը, կապանները, անոթները։ Իսկ առանց կոլագենի մարմինը կարծես կորցնում է իր քսայուղը։ Ահա թե ինչու դառնում ենք փայտե, սխմված, ժանգոտած, ինչպես նա կատակով է ասում։ Եվ այդ ժամանակ որոշեց. ամեն օր 1 կիվի կուտեմ։ Երբեմն առավոտյան, երբեմն կեսօրին։ Չէր սպասում հրաշքի, պարզապես ուզում էր աջակցել ինքն իրեն, բայց արդյունքը շատ ավելի խորն էր, քան կարող էր պատկերացնել։
Մի քանի շաբաթ անց նկատեց, որ ավելի հեշտ դարձավ մահճակալից վեր կենալ։ Ծունկերը դադարեցին ճռճռալ յուրաքանչյուր շարժման ժամանակ, իսկ ոտքերի մաշկը դարձավ ավելի փափուկ, ավելի քիչ չոր։ Սկզբում մտածեց, որ պարզապես ինքնահիպնոզ է, բայց հետո հասկացավ, որ օրգանիզմը իսկապես սկսել է վերականգնվել։ Կիմին ոչ միայն միրգ է, սա ամբողջ տեղատուն կանաչ կեղևի մեջ։ Նրանում ոչ միայն վիտամին C է, այլև վիտամին E, ֆոլիումաթթու, մագնիում, կալիում եւ անտիօքսիդանտներ, որոնք պաշտպանում են հոդերն ու անոթները բորբոքումից։ Այն բարելավում է նյութափոխանակությունը, նվազեցնում այտուցները եւ օգնում մարմնին ազատվել ավելորդ հեղուկից։ Բացի այդ, կիվին օգնում է յուրացնել երկաթը։ Սա հատկապես կարևոր է, երբ արյունը դանդաղում է։ Նա միշտ ասում է. եթե զգում ես, որ մարմինը դարձել է ծանր եւ կոշտ, միշտ ապիր բողոքել տարիքից։ Պարզապես տուր նրան այնինչ պակասում է։ Երբեմն սա ոչ տեղ է, այլ սնունդ, լի կենդանի ուժով։ Կար մի դեպք, որ նա հավերժ հիշում է։ Հարևան տան ապրում է կին, Տիկին Վարդուհին, 88 տարեկան։ Մի անգամ խոսեցինք նստարանին։ Նա ասաց. «Անահիտ ջան, ինքան ծանր եմ քայլում։ Հոդերս կարծես ճռճռում են, ինչպես հին դուռ»։ Նա ժպտաց եւ պատասխանեց. «Դու կյանքիդ կիվի ավելացրու»։ Նա ծիծաղեց, մտածեց, որ կատակ է, բայց մեկ ամիս անց մոտեցավ եւ ասաց. «Գիտեք, սկսեցի մահճակալից վեր կենել առանց ցավի, եւ կիվին հիմա իմ սիրելի միրգն է»։ Երկուսով էլ ծիծաղեցինք։ Ով կմտածեր, որ պարզ կանաչ միջուկը կարող է մարմնին շարժունություն նվիրել։ Նա փորձում է կիվի ուտել կեղևով։ Այն բարակ է, ուտելի եւ շատ մանրաթել է պարունակում, միայն լավ լվանալ։ Բայց եթե ձեզ դուր չի գալիս, կարող եք մաքրել։ Գլխավորը չվախենաք թթվությունից։ Հենց այն է ցույց տալիս, որ միրգը հարուստ է վիտամին C-ով։ Երբ կիվի է ուտում, թվում է, թե մարմինը շնորհակալություն է հայտնում։ Այդ զգացողությունը դժվար է բացատրել։ Ներքին թեթևություն, կարծես հոդերը ներսից սկսվում են։ Իսկ որոշ ժամանակ անց նկատեց մեկ այլ փոփոխություն։ Նվազեց առավոտյան կոշտությունը մատներում։ Հիմա կարողանում է կրկին կարել, կարտոֆիլ մաքրել, գդալը վստահ պահել։ Սրանք մանրուքներ են, բայց տարեց տարիքում հենց դրանցից է կազմվում ազատության զգացողությունը։ Եթե զգում եք, որ մարմինը դարձել է կոշտ, փորձեք ավելացնել կիվի առավոտյան սննդակարգին, մեկ պտուղ օրական, եւ արդեն մի քանի շաբաթ անց կնկատեք տարբերությունը։ Իսկ եթե կիվի չեք սիրում, կարող եք փոխարինել նարինջով կամ գրեյփֆրուտով։ Գլխավորը, որ վիտամին C-ն կանոնավոր մտնի։ Երբ ասում է, որ կիվին վերադարձրեց իր հոդերը, մարդիկ շպտում են, բայց սա ճշմարտություն է։ Եվ եթե նուրը բորբոքեց արյունը, բանանը ամրացրեց մկանները, ապա կիվին դարձրեց շարժումները մեղմ եւ կենդանի։ Այն կարծես սկսեց ներքին մեխանիզմը, որ երկար տարիներ աշխատում էր չոր։ Գրեք մեկնաբանություններում. «Ես կավելացնեմ կիվիի մորը»։ Սա ոչ միայն խոսքեր են, սա ձեր փոքրիկ պայմանագիրն է ինքներդ ձեզ հետ։ Սկսեք փոքրից, բայց արեք սիրով։ Ոչ թե որովհետև պետք է, այլ որովհետև ձեր մարմինը արժանի է ուշադրությանը։ Իսկ առջևում մնացել է վերջին, 4-րդ միրգը, այն, որ ինչպես հիմա հասկանում է, դարձավ նրա պատմության ավարտը։ Այն ոչ էկզոտիկ է, ոչ հազվադեպ եւ ոչ թանկ։ Այն միշտ եղել է նրա կողքին, բայց չգիտեր, որ հենց այն կարող է ոտքերին ուժ տալ, հեռացնել ծանրությունը եւ վերադարձնել քայլվածքին երիտասարդություն։ Հենց այդ միրգը դարձավ նրա վերադարձի կետը դեպի ինքն իրեն, դեպի շարժում, դեպի ուրախություն։ Նրա մասին կպատմեմ հետո։ 4-րդ միրգը, որ ավարտեց Տիկին Մարիամի վերականգնման ճանապարհը, խնձորն է։ Ամենապարզը, ամենասովորականը, բայց թերևս ամենաթերագնահատվածը։ Ամբողջ կյանքում խնձորները կողքին էին՝ սեղանին, կոմպոտում, այկում, թորան գրպանում։ Ուտում էինք առանց մտածելու, իսկ հենց նրանք էին հանգիստ աջակցում մեզ, մինչ մենք նույնիսկ չգիտեինք։ Երբ նա կրկին սկսեց ամեն օր խնձոր ուտել, ոչ մի առանձնահատուկ բան չէր սպասում։ Պարզապես հիշեց, թե ինչպես մանկության տարիներին ամառային աշխատանքից հետո գծում էր հյութալի խնձոր եւ զգում կարծես կյանքն ինքը մտնում է իր մեջ։ Այդ ժամանակ չէր հասկանում, որ սա ոչ միայն համ է, սա իսկական սնուցում է արյան, հոդերի եւ անոթների համար։ Տարիքի հետ մեր օրգանիզմը դանդաղում է մաքրման գործում։ Արյունը խտանում է, նյութափոխանակությունը դանդաղում, տոքսինները ավելի երկար են մնում։ Ահա թե որտեղից են այտուցները, ծանրությունը, հոդերի ցավը, հոգնածությունը։ Եվ ահա այստեղ խնձորը դրսևորեց իրեն այնպես, ինչպես ոչ մի ուրիշ միրգ։ Նրանում կա պեկտին, մանրաթել, որ մեղմորեն մաքրում է օրգանիզմը, բարելավում աղիքների եւ անոթների աշխատանքը։ Կա երկաթ, որ օգնում է արյունը թթվածնով հագեցնել։ Կա վիտամին C, թեև ոչ շատ, բայց այլ նյութերի հետ համադրությամբ աշխատում է զարմանալի ներդաշնակ։ Եվ դեռ խնձորներում կա կվերցետին, բնական անտիօքսիդանտ, որ օգնում է անոթներին մնալ ճկուն եւ պաշտպանում հոդերը բորբոքումներից։ Երբ սկսեց ամեն օր մեկ խնձոր ուտել, ավելի հաճախ կանաչ, երբեմն թխած, նկատեց, թե ոտքերը դարձան ավելի թեթև, կարծես դուրս եկավ ավելորդ ծանրությունը։
Երեկոյան դադարեցին այտուցվել կոճերը։ Ոտքերի մաշկը դարձավ ավելի փափուկ եւ պայծառ, բայց ամենակարևորը զգաց, որ մարմինը կարծես արթնացավ, հայտնվեց շարժվելու ցանկություն եւ դրա հետ էներգիա, որը վաղուց չէր զգում։ Նա մտածում է, որ խնձորները գործում են ոչ միայն մարմնի, այլև հոգու վրա։ Նրանցում կա ինչ-որ բան կյանքից ինքնին, պարզություն, թարմություն, հավասարակշռություն։ Երբ խնձոր ես ծամում, զգում ես, որ վերադարձնում ես կորցրած հանգստության մաս։ Գուցե հենց դրա համար են ասում օրական 1 խնձոր եւ բժիշկը հեռու։ Հիմա նա հասկանում է, թե ինչու։ Նրա մոտ կա փոքրիկ ավանդույթ, ամեն առավոտ տաք ջրի բաժակից հետո ուտում է կես խնձոր։ Երբեմն ավելացնում է մի պտղունց դարչին, այն էլ օգնում է անոթներին։ Եվ մինչ ուտում է, մտովի շնորհակալություն է հայտնում կյանքին, որ կարողանում է կանգնել ոտքերի վրա, ինքնուրույն քայլել եւ զգալ գետինը ոտնաթաթերի տակ, որովհետեւ մի ժամանակ մտածում էր, որ սա այլևս չի վերադառնա։ Նա չի ասում, որ խնձորները հրաշք են, բայց իր տարիքում արդեն գիտի, հրաշքը այն է, երբ դու չես հանձնվում, երբ փնտրում ես, փորձում, լսում ինքդ քեզ, երբ չես ասում ուշ է, այլ ասում ես հիմա, եւ այդ ժամանակ մարմինը պատասխանում է։ Հաճախ լսում է, թե տարեցները ինչպես են ասում, ինչ փոխել արդեն, ես 80-90 եմ, իսկ նա պատասխանում է. փորձեք ոչ երիտասարդության համար, այլ թեթևության։ Նույնիսկ եթե դժվար է վեր կենալ, դժվար քայլել, դժվար հավատալ, սկսեք փոքրից, թող այսօր սա լինի 1 խնձոր, վաղը նուր, հետո բանան, հետո կիվի, գլխավորը անել սիրով եւ առանց շտապելու։ Դուք կզարմանաք, բայց նա նկատեց, որ որքան ավելի է խնամում ինքն իրեն, այնքան ավելի է մարմինը պատասխանում բարությամբ, որովհետև այն թշնամի չէ, պարզապես սպասում է խնամքի։ Սպասում, երբ դու կհիշես նրա մասին, ոչ կարեկցանքով, այլ շնորհակալությամբ։ Եթե ուզում եք փորձել նրա մեթոդը, սկսեք պարզից. առավոտյան խնձոր, կեսօրին բանան, երեկոյան մի քիչ նուր կամ կիվի։ Սա ոչ դիետա է, սա խնամք։ Այդպես է ապրում արդեն 2-րդ տարին, եւ նրա ոտքերը դեռ քայլում են առանց ցավի, առանց ծանրության, առանց վախի։ Երբեմն փողոցով գնում է եւ մտածում. ահա ես 92 տարեկան եմ, բայց կրկին զգում եմ առողջ, ոչ երիտասարդ, այլ առողջ։ Եվ եթե սա հաջողվեց ինձ, նշանակում է կհաջողվի նաեւ ձեզ։ Եթե դուք լսեցիք մինչև այստեղ, գրեք մեկնաբանություններում ես էլ կսկսեմ։ Այս խոսքերը պարզ են, բայց դրանցում ուժ կա, որովհետև ամեն ինչ սկսվում է հենց որոշումից, չսպասել, այլ գործել։ Եվ եթե ուզում եք ավելի շատ նման պարզ, բայց արդյունավետ պատմություններ այն մասին, թե ինչպես պահպանել առողջությունը ցանկացած տարիքում, բաժանորդագրվեք ալիքին։ Եղեք առողջ։ Ձեր լայքը եւ ձեր արձագանքը օգնում են մեզ պատմել կարևորի մասին, հանգիստ, անկեղծ եւ սիրով։ Խնամեք ինքներդ ձեզ, խնամեք ձեր ոտքերը եւ հիշեք, յուրաքանչյուր քայլ շնորհակալություն է կյանքին։